Բարև ձեզ, Համիկ Բիլիսում հարցազրույցն է եւ մեր տաղավարում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Պարոն Ղուկասյան, մեր հարցազրույցը սկսենք Հայաստանից։ Դուք գիտեք, որ Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է impeachment Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ դա բավականին խրթին ճանապարհով է ընթանում։ Հայաստան դաշինքը խորհրդարանական մեծ խմբակցությունը կամ ընդհանրապես ընդդիմադիր ավելի մեծ դաշինքը համաձայն է, ասում է կմիանանք, այս ստորագրությունները չի տալիս, բայց Սերժ Սարգսյանի այդ կարելի է համարել Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը դա, այդ նախաձեռնությունը նրանք կարծեք թե պնդում են եւ նաեւ ասում են, որ համաժողովրդական կամ զանգվածային կփորձեն որոշակի դրսում էլ ինչ որ գործողություններ անել։ Ինչու Հայաստան դաշինքում այդքան էլ լուրջ չեն ընդունում Հանրապետական կուսակցության այդ նախաձեռնությունը։ Կարծիքով լուրջ են ընդունում, որտեղ լուրջ է վիճակը, հարցումները ցույց են տալիս, որ իշխանությունը իշխող ուժը այսօր լեգիտիմ չէ։ Հարցումները եթե նայել, կորցրել է իր լեգիտիմությունը, այսպես կարելի է ասել։ Եթե վարկանիշը ցածրացել է, դա նշանակում է կորցրել է լեգիտիմությունը։ Այո, այսինքն իր քաղաքականության արդյունքում իր այսօրվա քաղաքականությունը այլևս մեծամասնության աջակցությունը չունի, այսինքն կորցրել է լեգիտիմությունը։ Ընդդիմությունը եւս չի կարող ներկայանալ ինչ որ մի sense փայլուն արդյունքներով, ինքը նույնպես կորցրել է վստահությունը։ Եվ այսօր խորհրդարանական ուժերի տեսակետից, իսկ ես դրանք գաղափարական իմաստով անվանում եմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այսպես կողմնակից ուժերը եւ իշխող ուժը եւ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը, իրենք ունեն հետեւյալ հարցը. հաջորդ ընտրությունները անցկացնել մեծ մասնակցությամբ քաղաքացիների, թե փոքր մասնակցությամբ։ Այսինքն վարչապետ փոխել խորհրդարանով, թե ընտրություններով, դա նկատի ունեք մեծ մասնակցությամբ, թե հերթական ընտրությունները պիտի լինեն հունիսի 7-ին։ Այո, 26 թվականին։ Հունիսի 7-ին 21 թվականին ընտրություններին գնացել է 1.260.000 մարդ, մասնակցել է քվեարկությանը։ Այն ժամանակ 600,000 հավաքեց ԿՊ-ն, 200,000-ից ավել հավաքեց Հայաստան դաշինքը, մոտ մի 50 թե 40,000 հավաքեց պատիվ ունեմ դաշինքը, իրենք ձևավորեցին խորհրդարան, փաստորեն մասնակիցների, մոտավորապես 1.260.000-ից 900,000 ձայներով ձևավորեցին խորհրդարան։ Հիմա հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը 300,000-ից ձայն չի կարող հավաքել։ Խոսքը գնում է ազատ արդար ընտրությունների մասին։ Ընդդիմությունը խորհրդարանական բոլորը միասին իրար հետ 200,000-ից ձայն չեն կարող հավաքել։ Այսինքն իրենք միասին լավագույն դեպքում կարող են 500,000 մարդ բերել իրենք միասին ավելի քիչ կարող են հավաքել, քան Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ Իրենք միասին ավելի քիչ կարող են հավաքել եւ բոլորը միասին ավելի քիչ կարող են հավաքել, քան մեծամասնությունը, որը որ այսօր ոչ մեկին նրանց էլ է մերժում, ոչ մեկին կողմնակից չի։ Այսինքն ստեղծվել է իրավիճակ, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ 1.200,000 ընտրողներից ընդամենը 500,000 ունեն կողմգորոշում, մյուս համարյա 800,000 չունեն, մերժում են այս եղածներին եւ այստեղ հարց, իսկ ինչպես վերարտադրվել։ Եթե մենք նայենք հիմա Երևանի ընտրությունները ընդդիմության մոտ բոլորի մոտ, եւ Երևանի եւ Գյումրի ընտրությունները անցել են ցածր մասնակցությամբ։ Ամիսը, երբ որ հարմար է կազմակերպել ցածր մասնակցությամբ ընտրություններ, օգոստոս ամիսն։ Մնացած բոլոր ամիսներին մարդկանց մասնակցությունը մեխանիկորեն ավելի շատ է, քան օգոստոս ամսին։ Եվ հիմա ես կարծում եմ, իմ ենթադրությունն է դա, որ իսկապես քաղաքական գործիչները, այդ կուսակցությունների ղեկավարները իրար մեջ իրենց այսպես ղեկավար խաղում պիտի քննարկեն հարց օգոստոսին օգտագործել օգոստոս ամսվա առանձնահատկությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, որովհետև impeachment-ը դա գործողություն է, որը որ լավագույն դեպքում նման պայմաններում, որոնք որ կան այսօր, կարող է բերել ընդամենը արտահերթ ընտրություններին։ Իսկ ժամկետները, եթե համադրենք հունիս օգոստոս, այնպիսին են, որ օգոստոսին է ընկնելու դա
եթե տեղի ունենա քաղաքական կոնսենսուս։ Այսինքն դա ձեռք է տալիս նաև Նիկոլ Փաշինյանին։ Դա իմ կարծիքով հենց առաջի հերթին ձեռք է տալիս իշխող ուժին։ Ակնհայտ է, որ փոքր մասնակցությամբ ընտրությունը առաջի հերթին իշխող ուժին է տալիս։ Բոլորի մոտ փոքր են ցուցանիշները, բայց իրար մոտ մյուսներից ամենաշատն են, էլի։ Դուք ասացիք այդ երեք ուժերի քննարկումներում, այսինքն քննարկումներ կան երեք ուժերի հետ միասին։ Դե ես չեմ կարող ասեմ կան եւ ձեզ ինչ որ փաստեր դնեմ սեղանին, բայց ես ենթադրում եմ այսպես։ Տեսեք, սահմանադրությամբ impeachment կարա լինի մի դեպքում մեր մեխանիզմը, որը որ դրված է։ Եթե իշխող ուժում կա ալտերնատիվ առաջնորդ, առաջացել է պարակտում եւ այդ ալտերնատիվ առաջնորդը կարողանում է ստանալ խորհրդարանական ընդդիմության մյուս, այդ հատվածների խորհրդարանական ընդդիմության աջակցություն, օրենքը եւ սահմանադրությունը նկարագրում են ինչ հերթականությամբ այդ դեպքում impeachment-ը կարա լինի։ Ուրիշ դեպքերում impeachment չի կարա հասնի հաջողության։ Բայց փաստորեն չի էլ հնարավոր չի լինում։ Մենք այսօր չենք տեսնում իշխող ուժի մեջ ալտերնատիվ առաջնորդ, որ մտել է կոնֆլիկտի մեջ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ենթադրենք օր-օրի իշխող կուսակցության ներսում առաջանում է այդ համենայն դեպս տեսանելի չի դա, բայց տեսնում ենք ինչ որ impeachment-ի գործընթաց, որ այդ դեպքում ինչի մասին է։ Impeachment-ի գործընթացը, որը որ խորհրդարանական փոքրամասնությունը նախաձեռնում է, բայց ավարտի չի կարող հասնել, ընդամենը պատրվակ է, առիթ է, որ վարչապետը ասի, դե լավ, անվստահություն եք հայտնում, ուրեմն հարցը տանք ժողովրդին, թող ժողովուրդը որոշի, նորից արտահերթ ընտրություններ։ Այսինքն նորից եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, ինչպես դա արեց 21 թվականին։ Այո, եւ ընդ որում մյուս հանգամանքը, այդ կապիկությունը ինչի է պետք։ Դա պետք է, եթե կան պարտավորություններ երրորդ պետությունների առջև, կան ինչ որ ժամկետներ, որը որ ենթադրենք կարելի երկարաձգել կամ խուսափել նման մի քաղաքական բանով, որ տեսեք, մեզ մոտ impeachment-ի գործընթացը վստահությունը նվազել է, հարկավոր է ժողովրդի լեգիտիմությունը ստուգել, հա, իշխող ուժի եւ այլն, նորից ընտրություններ մեզ կներեք։ Ենթադրենք, եթե սեպտեմբերի 10-ին պայմանական Հայաստանը պիտի ինչ որ մի հարցի իշխանությունները տան այո կամ ոչ պատասխան եւ ի վիճակը այնպեսին է, որ ոչ կարան ասեն այո, ոչ կարան ասեն ոչ, պետք է երկրի ներսում ինչ որ մի բան ստեղծվի, որպես արդարացնող իրավիճակ։ Նու բոլորը տեսել են ՊՊՑ գնդի ճգնաժամը եւ արդեն բոլորը գիտեն, որ այդ ճգնաժամը ուղիղ կապ ուներ Արցախի հարցի կարգավորման ինչ որ մի էտապի հետ եւ այլն։ Հայաստանի իշխանությունները ինչ որ ժամկետներ կային, որ պիտի ինչ որ պատասխաններ տային, ի շնորհիվ այդ գործողությունների այդ ժամկետները հետաձգվեցին։ Դրա մասին Ալիևը ասեց, դրա մասին համանախագահները ասեցին Մինսկի խմբի եւ այլն, կարծում եմ դա կարող ենք համարել փաստ։ Այսինքն ինչ որ նման գործողություն կարող է Այսօր հասկանալի է, որ ամառադեմը քաղաքացիներին արագ մոբիլիզացնել, բերել ինչ որ մի տենց հանրահավաքներով, բաներով կազմակերպել քիչ հավանական է, պալատական վիճակով, impeachment եկան, խոսացին, ելույթ բոցաշունչ, ինչի Փաշինյանը պիտի հեռանա եւ այլն։ Փաշինյանը նեղացածկեցվածքով, որ դե լավ, որ եթե այսպես է լիցկաթափելու համար իրավիճակը թողնեն ընտրություններ, պրինցիպի պատրվակ է, որ ինչ որ, չգիտեմ, որ արտաքին ուժերին ասել մեզ մոտ ճգնաժամ է։ Կներեք, ֆորս մաժորա, մենք պաուզայի վրա ենք դնում մեր արտաքին հարաբերությունները եւ երկրի ներսում մի հատ ճշտենք իշխանության հարցը։ Դրա համար ժողովուրդը պիտի որ ուժերի մասին է խոսքը եւ ինչ։ Տեսեք, ես հիմա ենթադրություններով եմ ասում, ինչու, որտեղ մենք տեսնում ենք impeachment Здравый смысл գոյություն ունի, որը իմաստ չունի։ Եվ դա արհեստականորեն Եթե ինքը իմաստ չունի, պետք է ենթադրենք, որ մարդիկ բացարձակ կապիկությունով են զբաղված, այսինքն ենթադրենք, որ այդ դուք չէ ինչից սկսեցիք, Սերժ Սարգսյանը, բան sense անուններ մեջտեղ բերեցինք, կատարյալ sense կապիկներ են։ Կապիկությունով են զբաղված։ Կամ էլ ենթադրենք, որ չէ, մարդիկ ունեն ինչ որ առարկայական, քաղաքական անհրաժեշտություն Որը կարա լինի անհրաժեշտություն։ Անհրաժեշտությունը կարա լինի արտաքին հարաբերություններում Հայաստանի ինչ որ ղեկավարության հետ կապված պարտավորությունների կատարումը կամ չկատարումը։
Չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես որպես համակարգային երևույթ ասում եմ, որ անպայման պիսի բաղադրիչ պիտի լինի, որովհետև հայ ժողովրդի առջև այդպիսի շոու մատուցել impeachment-ից հետո արտահերտ ընտրություններ իմաստ չունի հայ ժողովրդին իսկ որ երկրների մասին Չգիտեմ, Արմինե, դուք ինձ քնիչի նման ձեզ հարցեր եք տալի։ Դե եթե դուք ինչ-որ մի վարկած եք առաջ քաշում, մտածեք, որ երկրի խի, ինչ, բան եւ այլն, դա յուրաքանչյուր մարդ եղում ունի գլուխքորը։ Ես նկարագրում եմ իրավիճակը, որ եթե կա արտաքին ճնշում, կան ինչ-որ ժամկետներ, կա խնդիր այդ ժամկետներից խուսափելու։ Կա նաև գայթակղություն օգտագործել օգոստոս ամիսը որպես փոքր մասնակցության ընտրություն, երաշխավորող փոքր մասնակցության ընտրություններ։ Երևանում ընտրություններին օգոստոս ամսին 300,000-ից ավել ընտրող չի գա։ Իշխանությունը արձակուրդ չի տա իր այդ ադմինիստրատիվ աշխատողներին, բոլորը կգնան քվեարկեն, ընդդիմությունը իր ակտիվիստներին կհավաքի, մյուս ուժերը ի վիճակի չեն լինի մարդ բռնեն, որովհետև մարդիկ կամ արձակուրդ են, կամ ուր են, կամ հանգստանում են, կամ մյուս։ Արտախորհրդարանական ընդդիմությունը այդ դեպքում տուժում է։ Այդ այսպես կոչված երրորդ ուժերը, որոնք որ խորհրդարանական չեն նոյեմբերի 9-ի, այսպես ասած համակիրների բանի մեջ չեն մտնում, ակումբի մեջ չեն մտնում։ Եվ այդ դեպքում մենք այո կտեսնենք ինչ որ sense մի շոու, որտեղ որ հիմա Հայաստան դաշինքի տեսակետից էլի Հայաստան դաշինքն էլ ես ենթադրում եմ, մտածում եմ, պետքա թե չէ օգոստոսին արտահերտ ընտրություններ իրենց տեսակետից։ Իրենք տեսնում են, որ բացասական ռեյտինգը Փաշինյանի օր-օրի աճում է։ Այս շոուն վեղափարի հետ կապված ձայն բերելու է ձեր կարծիքով։ Կան մարդիկ, որոնք որ ովքեր որ այդ հարցակումը ինֆորմացիոն պատրաստում էին, իրենք բնականաբար բաներ էին գրում, հիմնավորում էին, որ նման կերպով Փաշինյանին կհաջողվի ուշադրությունը հանրության ինչ-որ մեկ ուրիշ կերպարի վրա շեղել, որ կա վեղափար, որը որ ինչ-որ կրոնական կանոններ խախտում է, բան մարդիկ մոռանան Փաշինյանի մասին մի քիչ։ Այն որ Փաշինյանին լավացնել, իր կերպարը մաքրել, բան անել անհնար է, այդ ոնց որ թե մասնագետները, տեխնոլոգները կարծում եմ հասկանում են։ Իսկ մյուս հարցը, որ արդյոք դա կնվազեցնի բացասական ռեյտինգը, կբարձրացնի դրական ռեյտինգը քաղաքացիական պայմանագրի եւ Փաշինյանի, իմ կարծիքը ոչ։ Միգուցե իրենք համարում են, որ դա լրացուցիչ ձայներ կբերի, բայց ես այդպես չեմ կարծում։ Բայց ձայները այդ չկողմնորոշվածների, որոնք մեծ բանակներ, որոնք ասեն, վայ, ես ինչ վատ է, վեղափարը զավակ ունի, որ մի հայ մարդը պիտի համարի զավակ ունենալը հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև այս լարվածությունը, այս հակամարտությունը արհեստական է իմ կարծիքով եւ պայմանավորված է գլոբալ մեծ խնդրով։ Իշխանությունը կորցրել է լիգիտիմությունը դեմից ընտրություններ են ինչ անել։ Կարելի է քաղաքակիրթ ձևով դուրս գալ բեմ ասել կներեք չկարողացա հաջողություն ահա իմ փոխարինողը բայց մյուս կողմից էլ սկզբանե կաթողիկոսի եւ Նիկոլ կարելի է մինչև վերջ փորձել այսպես ասած իշխանությունից բռնվել, հորինել ինչ որ այսպես մոդելներ, եկեք մի հատ վեղափարի շուրջը կոնֆլիկտ սարքենք, տենանք ինչ կստացվի, էլի կարող է։ Պարոն Ղուկասյան, բայց լարվածությունն այդ երկու բևեռների միջև ի սկզբանե էլ եղել է եւ շատ ուժեղեր նաեւ անցած տարին այդ սրբազան կոչվող պայքարի դեպքում, գիտեք ինչի։ Եվ այդ պայքարը նորից եմ հարց տալի, ձայն կբերի Փաշինյանին։ Դուք ենթադրենք, եթե դեմ եք Փաշինյանին, որովհետև ինքը հատկապես ընտրություններով դա բանալը ճիշտ ընտրություններ կա պարզ իրողություն, որը որ իշխող ուժը, չգիտեմ, չի ուզում ընդունել։ Հայ մարդկանց համար Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականության սպասարկումը մեր իշխանությունների կողմից իմ գնահատմամբ գլխավոր պատճառն է իրենց բացասական ռեյտինգի աճին։ Այսինքն որևէ քաղաքական ուժ, որը որ գալիս է դրոշակով, որ եկեք մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսպես ասած, շահերը բերենք, դնենք, կարևորեցնենք եւ իրական Հայաստանը այդպես կառուցենք, ինքը ունենալու է բացասական ռեյտինգ։ Մարդիկ այդպես բաներից չեն ոգևորվում։ Բայց դա այդպես է, ինչու եք այդպես համոզված ասում։
Այսօր այդպես է, բացասական չի ռեյտինգը։ Ռեյտինգը բացասական է, բայց ինչի՞ է, չէ՞ մարդիկ հարցումները նայում են, հարցումների մեջ տեսնում են, որ 70%-ից աջակցությունը իջավ 10%-ի, խի իջավ։ Պատճառ կա, չէ՞ որ իջավ։ Չեն ուզում այդ պատճառը տեսնեն։ Այդ անկումը ուղիղ գնում է զուգահեռ այն տեղից, որտեղից սկսվեց քարոզչություն Արցախի դեմ, քարոզչություն ցեղասպանության մերժման, չէ, այդ բաները։ Այդ բոլոր քայլերը վերացնում են դրական վերաբերմունքը։ Հիմա եկեղեցու վրա հարձակումը այդ տրամաբանության մեջ ձայներ չի բերի։ Որովհետև դա Ադրբեջանի, Թուրքիայի, այսպես ասած, ցանկությունների, շահերի սպասարկման շարունակությունն է որպես դիտում։ Ոչ այնքան կարծիքա, որ ոչ այնքան իհարկե դուք եք վարկանիշի բարձրացման թեզին կողմնակից, բայց կողմնակիցներ էլ կան, որ այս պայքարը ճիշտ է, էլի ընտրություններին ընթառաջ եւ միգուցե իսկապես ընտրություններով պայմանավորված, նրանում է, որ չեզոքացնեն եկեղեցու վրա արտաքին ազդեցության հնարավորությունները, որոնք կարող են դրա համար լյուստրացիա է արվում, Գուրգեն Սիմոնյանը ելույթ ունեցավ, ամենալավ ելույթն էր վերջի ժամանակահատվածում, իմ գնահատմամբ, երկրորդ անգամ եմ այդ գնահատական հրապարակային տալիս, ակնհայտ է դա։ Երբ որ ավտորիտարիզմից ժողովրդավարության անցում է լինում, այնտեղ էլ կա ինչ-որ արտաքին պետություն, որ գործակալներից անցման անում են լյուստրացիա, մաքրում են, անցնում են առաջ։ Հայաստանում դա տեղի ունեցավ։ Ոչ լյուստրացիա չէ, բայց ինչ որ իմաստով որոշ լյուստրացիա, որովհետև այդ լյուստրացիան եկեղեցիականներից բացի վերաբերվում է առաջի հերթին պետական հատվածին, ԱԱՑ, ՄԱԱՑ, բոլորին եւ այլն, եւ առաջի հերթին հենց ԿՊ-ին, չէ։ Հիմա ինձ թվում է, եթե լյուստրացիայի օրենք խստությամբ կիրառվի, ֆանտաստիկ ինչ որ մի հատ ենթադրություն։ Առաջինը Փաշինյանը կարող է խնդիր ունենա, որ իրեն փաստերով արգելք կդրվի իր համագործակցության, իր կենսագրական քաղաքական այդ ճանապարհը անցածի փաստերով արգելք կդրվի պաշտոններ զբաղացնելու, չէ՞։ Լյուստրացիան դա արգելք է 10 տարի պաշտոն զբաղացնելու, ընտրություններին մասնակցելու, ընտրովի պաշտոն զբաղացնելու, կարող է տարածվել նաև այդպիսի ինստիտուտի վրա, որ ինչպիսին է եւ եկեղեցին, տեսականորեն կարող է։ Բայց չես կարող հարց բարձրացնես, որ պետք է եկեղեցում լյուստրացիա անենք, իսկ ԿՊ-ում չանենք, հա։ ԿՊ-ի ռուսական գործակալները մնան, հա։ Եկեղեցու ռուսական գործակալները կամ չինական գործակալները պայմանական եմ ասում, խնդիր են։ ԿՊ-ում ռուսական գործակալներ կան։ Չկան։ Չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Տենց բաները պարզում է լյուստրացիան։ Լյուստրացիան ինչ է, վերցնում են գործակալների ցանկը, հրապարակում են, ասում են այս մարդիկ ըստ հաստատղթի եղել են ԱԱՑ-ի գործակալներ։ Տարիներ շարունակ կամ այսքան ժամանակ եւ այլն։ Իրենց համար արգելվում է 10 տարի ընտրություններին մասնակցել։ Չէ, Արարատ Միրզոյանը թուղթ ունի, չէ, հրապարակել են այդ թուղթը, որ ինքը ԱԱՑ-ի հետ համագործակցում է, բայց նա հրապարակեց, ասաց ինչի կապ չունի ինչի։ Էդի մյուս հարցն է, ինչի գնա Արարատ Միրզոյան դատարանում ապացուցի, որ դու ուխտ չես, հա, ոնց են ասում, что ты не верблюд եւ այլ։ Բայց դու ունես համագործակցություն, լյուստրացիայի տակ ընկնում ես։ Ու Արարատ Միրզոյանի ցերթով կարելի է այնտեղ գնալ, այդ լյուստրացիայի դեպքում հարց է մեծ առաջանում, տակ ով կմնա ԿՊ-ում։ Իրենց այդ Բայց ԿՊ-ն ընդունել է Եվրամիության անդամակցելու վերաբերյալ օրենք, ԿՊ-ն արևմտյան պետությունների հետ ռազմավարական գործընկերության է գնում, Ամերիկայի հետ ստորագրել է, Ֆրանսիայի արտգործնարանը տենց է ասում։ Ինչ է ասում։ Մարատ Միրզոյանը Լավրովի կողք կանգնած ասում է մենք պիսի բան չենք անում։ Ինչ չենք անում, չկա, այո, ասում են մենք ստորագրել ենք։ Առայժմ բարը դուք ավելացրեցիք։ Ասած առհասարակ մենք չունենք բանակցություններ Եվրոմիության կազմում։ Այսինքն ժողովրդի կողմից աջակցությամբ այդ նախաձեռնությամբ քաղաքացիների բերված օրինագիծը մենք ընդունել ենք, բայց մենք դրանով չենք ղեկավարվում։ Շատ լավ, ամեն դեպքում սպասում են նաև Ֆրանսիայի հետ ռազմավարական ինչ-որ փաստաթղթի ստորագրում, այսօր արդեն ինչ-որ տեղեկություններ են հրապարակվում, որ կարող է դա լինի նաև Մեծ Բրիտանիայի հետ նման համագործակցություն։ Իսկ կարող է օգոստոսին լինեն արտահերթ ընտրություններ եւ չլինի։ Ու հարգելի պատճառը լինի ինչի չկա, էլի այդ պայմանագրերը, որ տեսեք դուք արդեն սկսեցիք ինչ որ վարկածներ առաջարկել, վայ, որպես լրագրող դուք երևի հետևում եք քաղաքական իրավիճակներին, տեսեք արդեն սկսեց ձևավորվել այդ ինչ որ արտաքին օրակարգ, որը կարող է ներքին օրակարգի վրա ազդել։
Դե արտաքին օրակարգերը երբեմն ազդում են, բայց դուք այնքան համոզված եք ասում եք օգոստոսյան արտահերթի մասին, որ իշխանությունները գրեթե ամեն օր չեմ ճանաչում, բայց չեմ համարում, որ Սերժ Սարգսյանը հիմար մարդ է։ Երբեք չեմ համարել։ Երկար տարիներ դեմ եմ եղել Հայաստանում կոռուպցիոն ռեժիմին, որի պարագլուխ Սերժ Սարգսյանն էր պայքարել եմ դրա դեմ, բայց երբեք չեք գտնի մի ելույթ, որտեղ ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը հիմար մարդ է, որ ինքը կապիկությունով է զբաղված։ Ինչի Սերժ Սարգսյանն դա։ Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց իմպիչմենտի գործընթացը։ Այո, ինքը պաշտպանում է իր գրեթե ամենօրյա ռեժիմով նաև հայտարարություններով եւ գիտենք, որ վերջին օրերին նաև վարչապետի տեխնացու մի անհրաժեշտություն պիտի լինի, չէ՞ դրա։ Եվ շատ հետաքրքիր էր նրանց վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանը մասին նախկին քաղաքապետը, որը չենք սպասում ամեն դեպքում ներկա է ինքը։ Ոնց որ թե ներկա է։ Ոնց որ թե ներկա է։ Հա։ Չեմ հիշում ներկա է թե։ Տրամաբանությամբ նախկին է, որտեղ պատկանում է նախկիններին, բայց ներկա է։ Ամեն դեպքում Դավիթ Հարությունյանը հավանաբար այն մարդը չէր, որին մենք պատկերացնում էինք վարչապետի տեխնացու, չէ՞։ Ինչու՞։ Նա ուժեղ տեխնացուն չէր, չէ՞։ Եթե խնդիրը կայանում է այլ էր ավելի հնչեղ, ավելի Այսինքն այն մարդը չի, որ ԿՊ-ի առնվազն 50%-ը իրենք քվեարկեն, չէ՞։ Ամեն դեպքում ժողովրդի կողմից էլ այդքան ընկալելի եւ հասկանալի չի որպես վարչապետի տեխնացու։ Ոստի խոսք չի գնում վարչապետի փոփոխության մասին, այլ խոսքը գնում է impeachment որպես առիթ, որպեսզի տեսեք, ինչ է տրամաբանորեն, փիլիսոփայորեն impeachment-ը ինչ է։ Impeachment-ը դա վարչապետի կամքին հակառակ իրեն պաշտոնից հանելու գործընթացն է, որի տրամաբանորեն գլխավոր էլեմենտը իր ամախողների մեջ հիասթափությունն է իրենից եւ impeachment-ի գործընթացը եւ սահմանադրորեն եւ օրենքի իմաստով ունի այդ տրամաբանությունը, որ մարդը X մարդ եկել է հասել է վարչապետի պաշտոնին, համախոհները հիասթափված են իր վարված քաղաքականությունից, ձևավորվել է նոր լիդեր եւ impeachment-ի գործընթացը իրավական այն մեխանիզմն է, որ իրար չսպանեն, չծեծեն այն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը մասկի, հա, աչքին խփեց, այդպիսի բաներ չլինեն, նո արդյունքում մասկը իհարկե impeachment եղավ, բայց բան ԱՄՆ-ի օրինակը բերեցի, բայց օրինական պետությունը սահմանել է նման դրության համար մեխանիզմ, չէ՞։ Սերժ Սարգսյանը այսօր, երբ որ առաջադրում է Դավիթին որպես վարչապետի տեխնացու, հաստատ այդ ի նկատի չունի, չէ՞։ Այսինքն ի նկատի ունի, որ impeachment-ը պարզապես առիթ է, որ վարչապետը կամավոր ոչ թե հրաժարվի պաշտոնից, այլ գնա արտահերթ ընտրություններին։ Նու դա այնքան ինձ է երևի պարզ, բայց իմ կարծիքով դա շատ պարզ է։ Դրա ալտերնատիվը ենթադրել, որ Սերժ Սարգսյանը քանի մեծանում է ծերանում է Ալցգեյմերի խնդիր ունենում եւ հիմա ինքը նախաձեռնել է գործընթաց, որը որ ժողովրդական լեզվով կապիկություն է։ Հենց այնց գործընթաց է, գործընթացի համար խոսալու բան է։ Ես բացառում եմ, որ Ալցգեյմերով հիվանդ է Սերժ Սարգսյանը ու բացառում եմ, որ ինքը երբևիցե կարա կապիկությունով զբաղվի։ Լուրջ մարդ է ինքը։ Լուրջ հանցագործ է ըստիս։ Մեր Հայաստանի հանցագործների համայնքում ինքը ամենածանրակշիռ, ամենալուրջ իմ պատկերացումով, իմ համոզմամբ այդ տարիներ շարունակ Հայաստանում գործում էր կոռուպցիոն ռեժիմ, ոնց որ թե դա ոչ մեկ չի վիճարկում ներառյալ այդ ռեժիմի ներկայացուցիչները։ Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է պարբերաբար վերջին շրջանում, որ դատարանով արդեն պաշտոնապես Հայաստանում նախագահների մեջ կոռուպցիոները կաշառակեր է Ռոբերտ Քոչարյանը։ Դե հայտարարում է Նիկոլ Փաշինյանը շատ բան է հայտարարում։ Դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանին։ Դատարանը ամեն Չէ, առհասարակ Նիկոլ Փաշինյանի 7 տարի պատմության մեջ տարբեր բաներ է մարդը խոսացել։ Մարդը խոսացել է ընդդիմության ժամանակ, գրքեր է գրել այն լրագրող ժամանակ եւ հիմա ինչ որ բաներ է խոսում։ Վերջո մարդուն վստահում եք թե չէ։ Պարոն Ղուկասյան, իմ հարցին չասեց, չպատասխանեցիք։ Ես չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեր աչքերին նայելով կարող է խաբել։ Դե շատերը այդպես կարող են ասել, անել։
ինքը անում է դա։ Հատկապես քաղաքական գործիչներից եւ ինքը դա անում է, հա, շատերը, քչերը կամ ինչ, կոնկրետ իր մասին ենք խոսում։ Ինքը կոնկրետ կարա մարդու աչքերի նայել, ժողովրդի աչքերի նայել ու խաբել։ Լավ, մինչև Այսինքն իր այդ ասածները հələ դնենք կողք, փորձենք здравый смысл, սեփական բանով նայենք։ Անկախ նրանից ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում գործում էր համակարգված կոռուպցիոն ռեժիմ։ Դա բոլորը գիտեն։ Ոչ մեկ չի վիճարկում, որ դա այդպես է եղել։ Դա նաև հարցումներով հաստատված երևույթ է, որ քաղաքացիներին, որ հարցում էին անում կոռուպցիայի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չկար, եւ Ռոբերտ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար, եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կար, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ կար, Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ ցուցանիշը սկզբից սկսեց նվազել, восприимчивость կոռուպցիայի, հետո հետ եկավ վերադարձավ նույն կետին, ինչից որ սկսեց, որտեղ մարդիկ երբ որ նայում են այդ պաշտոնատար անձանց ոնց են իրենք հարստանում, մեքենաներ ձեռք բերում, տներ ձեռք բերում, եւ այլն հասկանում են, որ կոռուպցիան կա։ Իսկ ձեռներեցների համար, որ հարցում ես, ախպեր ջան, ի՞նչ է քո համար փոխվել, ասում է, սա նույնն է, պրոստը թղթաբանությունն է շատացել, էլի, այսինքն մինչև օգոստոս ամիսը կգա եւ մենք արտահերթ ընտրությունների կգնանք, ինչպես դուք եք ասում, մենք օգոստոսին լինեն արտահերթ ընտրություններ, հունիսին պիտի Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա, ինչ որ մի առիթ ունենա, դուրս գալ ամբիոն եւ ասել, քանի որ ու ինչ որ մի տեքստ, դրամար ինչ որ բան պետք է։ Հա, մենք գնում ենք արտահերթ ընտրություններ։ Ես տալիս եմ հրաժարական, Դավիթին դե բնականաբար չեն քվեարկի, ինքը ԿՊ-ում աջակցություն չի կարող ունենալ, վախենում են ԿՊ-ին իրանից։ Դավիթը այն մարդն էր, որը կազմակերպել էր ԿՊ-ականների ծեծը, չէ՞, 18 թվականի բաներին, իրենք ֆիզիկական վախ ունեն Դավիթից, էլի, եւ եթե մեսեջը ինչու՞մն է կայանում Դավիթի առաջադրման, դրանում է կայանում, որ դա այն մարդն է, որից որ շարքային ԿՊ-ականը պիտի սարսափի։ Մինչև ընտրությունները կգան, ես արտաքին նաև որոնք առնչություն ունեն բնականաբար մեր ներքին խնդիրների հետ, մեկ-երկու հարց էլ Վրաստանի հետ ինչու՞մն է խնդիրը, պարոն Ղուկասյան, ձեզ, որ հիմա ապրանքափոխանակության խնդիր է առաջանում, մասնավորապես Ռուսաստան դեպի Ռուսաստան արտահանվող Հայաստանից բեռները Վրաստանը չի թույլ տալիս, ինչ որ խնդիրներ է տեսնում եւ չի թույլ տալիս անցնել իր տարածքով գնալ Ռուսաստան։ Այդ ապրանքները, որոնց մեջ ինքը խնդիրներ է տեսնում, դրանք Ռուսաստան են գնալու, դրանք Վրաստանում չեն իրացվելու։ Ինչու՞։ Վրաստան, Վրաստանից մտել են Հայաստան, հիմա գնում են նորից Ռուսաստան։ Ինչու է Վրաստանը ասում է, չէ, միանգամից թող գնա Ռուսաստան։ Վրացիները 4 տարի հետո վրացիները ֆայմեցին, որ Հայաստանին կարելի է ֆուկ անել այդ Ռուսաստանի դե գիտեք ոնց է, երբ որ կերակրատաշտը մեծ է, բոլորը տեղավորվում են, բայց երբ որ սկսում է փուճուրանալ, արդեն կոնֆլիկտ է սկսում, չէ՞, Արևտուրը պակասում է, առհասարակ դեպի Ռուսաստան արևտուրը պակասում է։ Եվ եթե Վրաստանի համար առաջ այդ հատվածը, որ գալիս էր, մտնում էր Եվրասիական միություն Հայաստանի սահմանով ու հետո վրացական տարածքով տրանզիտ էր ելնում նորից Եվրասիական միություն, չէ՞, դա խնդիր չէր։ Հիմա իրենց համար խնդիր է։ Հիմա իրենք ուզում են, որ այդ ապրանքները մտնեն Վրաստան եւ Վրաստանից մտնեն Ռուսաստանի Դաշնություն։ Այդտեղ կարող է լինել աշխարհ քաղաքական միջամտություն, այդտեղ կարող է լինել տեղական օլիգարխիայի բան, որ ինչի հայերը մեջ փող աշխատեն, թող այդ միջնորդավճարը Վրաստանում մնա եւ այլն, եւ մյուս հարց Վրաստանը զրկվեց շատ միջոցներից, չէ՞, ինչ միջոցներից, արևմուտքի աջակցությունը Վրաստան խնդիր ունի փողի, բնականաբար, ում հաշվին պետք է այդ խնդիրը լուծի, Հայաստանի, ինչ որ իհարկե, առաջի հերթին Հայաստանի այն ճանապարհով, որը որ Վրաստանը գնում է, եւ Ռուսաստանը պիտի այստեղ արդեն վերաբաժանում անի, ինքը այսքան բերում էր Հայաստանի միջոցով, այսքան բերում էր Վրաստանի միջոցով, դեպի Վրաստան ավելի, այսպես ասած, կվոտան իրա փոխի եւ Վրաստանը այստեղ ուզի պիտի այդ ադիալը քաշի իր վրա։ Դա բոլոր դեպքերում Ռուսաստանի արևտուրն է, Ռուսաստանի հետ կապված արևտուրն է եւ ակնհայտ է այստեղ Նիկոլ Փաշինյանը եւ իր ռեժիմը տուժում է։
Բնականաբար եւ վերջին շրջանում հանդիպումների երկու կողմերի կարծեք թե հանդիպումներ պետք է լինեին նախ մեր էկոնոմիկայի նախարարը պետք է գնար Պապոյանը քննարկումներ կային պետք է գնար հետաձգվեց պետք է գնար հետո հանկարծ հակառակը պետք է Վրաստանի իր գործընկերը գար եւ նա հայտարարեց որ ժամանակություն չի կարող գալ քննարկելու բան չկա այսինքն Վրաստանը հրաժարվում է եթե ասում է ժամանակ չունեմ հրաժարվում է Այսինքն այդ հարցը իրենց համար շատ պարզ է, Արևտուրը Ռուսաստանի հետ պիտի գնա Վրաստանի տարածքով։ Всё։ Այն ինչի վրա մենք ցուցանիշ էինք աճացնում այս տարիների ընթացքում եւ մեջից ինչ որ փող էին բերել, հիմա Վրաստանը ստիպված է անհրաժեշտ է, քանի որ դրամաշնորհները միջազգային աջակցությունը Եվրոմիության եւ ԱՄՆ-ի կտրված է, ղեկավարությունը Վրաստանի պատժամիջոցներ ունի անձնական եւ այլն Իրենք ստիպված են արդեն նայել ամեն մի կոպեկին, նաև իրենց համար փորացավ է դառնում, որ իրենց տարածքով, սենց Հայաստանով ապրանք է գնում Ռուսաստան, հայերը այդտեղ փող են բռնում։ Այդ փողը պիտի բռնի Վրաստանի կառավարությունը ու ունենք այն ինչ որ ունենք։ Այդտեղ Հայաստանը մենակ կարա խնդրի ու կարա պատասխան, որ ժամանակ չունենք ձեր վրա ծախսելու գնացեք։ Դա ազդեցությունն է մեր գործարարների մեր տնտեսության վրա։ Բացարձակ դա պարզապես ցուցանիշի վրա է ազդեցությունը։ Մենք ուժացնում ենք տնտեսական ցուցանիշը, շնորհիվ ապրանքի մուտք ելք, ավելի մեծ արտաքին, ներմուծում արտահանում ծավալներ, ավելի մեծ հնայի հաշվարկ, շնորհիվ որ սկզբից այդ ներմուծումը քիչ ավելի կամ հետագայում արտահանումը, թվային մանիպուլյացիաների արդյունքում մեզ մոտ գնում էր տնտեսական աճ։ Հիմա այդ տնտեսական աճը, որը որ մեր տնտեսության հետ առնչություն չուներ, պարզապես ուրիշ, բայց մեզ համար դա նորություն չէր։ Մենք այդպես Ղազախստան ավտոներ էինք բերում Հայաստանով, հազարավոր մեքենաներ։ Մինչև այդ էլի ինչ որ մի տենց ֆինտեր, որպես միջնորդ պետություն, ինչ որ ուրիշի արևտրի մեջ մի բան շահել, գաղափարախոսություն է եղել Տիգրան Սարգսյանի կառավարությունից ի վեր դա ի հայտ է գալիս, էլի, մինչև այդ չգիտեմ, կարող է պես տեսանելի օրինակները դժվար է բերել, բայց վերջի տարիներ դա արտոնություններ են ստացել այդ ներմուծող արտահանող պետությունները, ընկերությունները, հիմա որ սկսել էին նայել հարկային արտոնություններով էին ստանում, ինչ որ ընկերություններ, որոնք ոչ մի բան Հայաստանում չէին արտադրում, աշխատատեղերը ըստ էության չէին ստեղծում, բայց ապրանք էին բերում Հայաստան ու արտահանում Ռուսաստան 14 թվից այդ սանկցիաների գործընթացը որ սկսվեց, այդ երևույթը կա։ Այսինքն այս բանի մեջ, այո, Դուք էլի հետ եք գալի, հետ ենք մեզ մեր խոսակցությունը բերում իրավիճակին, տնտեսական հաջողություն թիվ ապագայում չկա, այն ծանր որոշումները, որ թվարկեցիք Ֆրանսիաների հետ պայմանագրեր կնքել դժվար է, որովհետև Ռուսաստանը դեմ է, չկնքել չես կարա, կնքել չես կարա հիմար վիճակ է, ինչա հարկավոր մի բան հորինել էլի։ Մեր տարածաշրջանը ինչպես վերջին տարիներին գրեթե բոլոր օրերին նորից թեժ է եւ վերջին շրջանում գոնե դիվանագիտական հայտարարությունների կամ ընդհանրապես հայտարարությունների առումով ավելի է թեժացել վերջին շրջան նկատի ունեմ վերջին օրերին տեղյակ եք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահ Թրամփը հրահանգել է Իրանին սահմանակից մերձավոր արևելքի երկրների դիվանագիտական աշխատողներին դուրս բերել երկրներից նաեւ որտեղ որ ունի տեղակայված զինվորականներ նրանց ընտանիքներին եւ դա այն ֆոնի վրա որ Իսրայելը ասում է որ մենք արդեն պատրաստ ենք հարձակվելու Իրանի վրա Իրանին հակադարձում են որ մենք թիրախավորել ենք մենք գիտենք Իսրայելի բոլոր ռազմական կամ միջուկային հնարավորությունները եւ մենք նույնպես հակահարված կհասցնենք հնարավոր համարում եք որ պատերազմ սկսվի այնուամենայնիվ թեև եւ բանակցում են Արևմուտքը եւ Իրանը միջուկային Իսրայելի միջուկային համաձայնագրի շուրջ Բանակցությունները ոնց որ թե հասան փակուղի, Իրանը կտրականապես համաձայն չի ԱՄՆ-ի առաջարկին լիովին հրաժարվել միջուկային նյութերի մշակումից, ԱՄՆ-ն առաջարկում է, որ Իրանը առհասարակ վերացնի այդ գործունեությունը եւ պատրաստի նյութ ստանա իր ատոմակայանների համար Եվ ոնց որ թե եթե
այսպես ամփոփենք, արդեն եղավ հոգևոր առաջնորդի ելույթը Իրանում կա որոշում մերժել ԱՄՆ-ի առաջարկը եւ ըստ էության հիմա այսպես այդ սրացումը դրա տրամաբանական հետևանքն է։ Կարող է հասնել մինչև պատերազմ թե ոչ, դա հիմա այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել ինձ, ես այդքան այդ հարցում խորացած չեմ, որ հասկանամ բավարար են արդյոք այդ ազդանշանները այդպիսի պնդում անելու համար, բայց պաշտոնական այսպես սցենարը, որը եւ ԱՄՆ-ն եւ Իրանը մատուցում են, դա պատրաստակամությունն է ռազմական կոնֆլիկտի։ Երկու կողմն էլ այդ վճռականությունը ցուցաբերում են։ Բնականաբար մեզ ավելի շատ հետաքրքրում է թե ինչ կլինի Հայաստանի հետ կամ ինչ ազդեցություն դա կունենա տարածաշրջանի վրա, հատկապես այն տեղեկությունների ֆոնին, որ Ադրբեջանը բավականին մեծ արագությամբ եւ լայն մասշտաբներով զինվում է եւ դա միայն Հայաստանի համար չէ, որ նրա ձեռքբերումները հիմա հատկապես Պակիստանից վերջին շրջանում այնքան էլ Հայաստանի համար չեն, որովհետեւ Հայաստանի հետ կոնֆլիկտի, ռազմական կոնֆլիկտի դեպքում նման ռազմական տեխնիկայի ծավալի անհրաժեշտություն առանձնապես չկա, հատկապես որ մեր երկու երկրների ռազմական բալանսը բավականին մեծ է այնուամենայնիվ։ Ну, ես չգիտեմ, դու կարծիքն ա, որ չկա։ Հնչում է նման փորձագիտական։ Բայց այստեղ Ադրբեջանը ունի վտանգ եւ հարցը կայանում է նրանում, որքանով Ադրբեջանը ներքաշված կարող է լինել Իրանի դեմ ռազմական հակամարտության դեպքում բազմիցս են եղել եւ Իրանի ղեկավարների կողմից տարբեր աստիճանի զգուշացումներ Ադրբեջանի ղեկավարությանը, որ Իսրայելի հետ կապերը դիտարկվում են որպես մարտահրավեր Իրանի համար եւ այլն, բազմաթիվ են եղել Իրան-Ադրբեջան դիվանագիտական փորձերը ինչ որ մի լուծում գտնել այդ հավանաբար նաեւ հարցում Եվ այստեղ Ադրբեջանը այո, ինքը ունի խնդիր, որովհետև ինքը սահմանամերձ պետություն է Իրանին, ինքը կարող է ունենալ ինչ-որ դերակատարություն, հետախուզական որպես բազա, հենակետ կամ ռազմական օպերացիաներին ինչ-որ աջակցելու այլ դերակատարություն, որը վտանգում է արդեն Ադրբեջանին, որովհետև ինքը այստեղ կարող է ստանալ պատասխան հարված կամ հարված ոչ պատասխան, եթե նույնիսկ իր կողմից բացահայտ Այնուամենայնիվ տեղեկությունները չեն հերկվում կամ ամեն դեպքում որ Իսրայելը ունի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այդ տարածքներում որոշակի ներկայացվածություն Կան այդպիսի տեղեկություններ, ասել որ դրանք հաստատված են համարել, որ դա այդպիսի փաստերը իմ կարծիքով բավարար փաստեր չկան, բայց այսպես ձևակերպենք, Իրանը ունի մտահոգություն, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելի հետախուզական եւ դիվերսիոն գործողությունների համար, բավականին հարցեր մնացին Իրանի նախորդ նախագահի զոհվելու հանգամանքների հետ կապված այդ ուղեթիռի, որը որ կործանվեց, բայց նորից եմ ասում, այստեղ Ադրբեջանի մոտ, եթե հիմա առարկայական խոսանք այդ 40 կործանիչները, որ ինքը Պակիստանից, այսպես ասած, ձեռք է բերել, ստեղծում են բավարար պաշտպանություն Իրանի հրթիռներից հակաօդային պաշտպանությունը Ադրբեջանի արդյոք ի վիճակի է այդպիսի հարվածներ կանխել, դա հարց է, որը որ ստուգվում է միայն պատերազմի ժամանակ։ Ռիսկային է անշուշտ եւ Իրանի համար իր քաղաքականությունը եւ Իսրայելի համար ինքն էլ կարող է անակնկալներ ստանալ եւ Ադրբեջանի համար եւ այդքան էլ հարց չի ամեն ինչ ԱՄՆ-ի համար։ Այս պատմության մեջ, որտեղ պատերազմները հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել։ Մի տենց գործիչ բոլորին քաչ ծանոթ Մոսկվայում, հա Նիկոլայ Պատրուշով, որի մոտ
Վլադիմիր Պուտինը նախագահ է աշխատում իմ կարծիքով, այսօր ունի այդ խնդիրը, ինչպես ամփոփել Ուկրաինայի վրա հարձակումը, այդ ագրեսիան տեսնում ենք, որ լուծում այնտեղ չկա Ռուսաստանի համար։ Կարճ շատ ոչ ծավալուն մեկնաբանել թե ինչ է նշանակում Պուտինը նախագահ է աշխատում Պատրուշևի մոտ։ Տեսեք, ակնհայտ է իմ կարծիքով, դուք պիտի այդ հարցը ձեզ տայք։ FSB-ի մեծ տապալում էր FSB-ի կարողությունների այն վերջի հարվածը, որ հասցրեցին ուկրաինացիները միջուկային ռազմավարական օդանավերին եւ որպես հետևանք ակնհայտ է, որ Բորտնիկովը պիտի հեռանար, չէ՞։ Միգուցե կարող էր չհեռանալ, որևէ պետությունում նման համակարգային կոնտրազվեդկայի տապալման դեպքում տնօրենը պաշտոնյան, որը որ ղեկավարում է ոլորտը, անկախ նրանից ինքը լավն է, վատն է, ինչը պիտի հեռանա, բայց մենք տեսնում ենք նման բան։ Ոչ։ Այսինքն Վլադիմիր Պուտինը չի ղեկավարը երկրի։ Պուտինը ձեր կարծիքով կհեռացներ, կցանկանար հեռացնել։ Ցանկացած ղեկավար կհեռացներ իր ենթակային, որի ոլորտում առաջացել է այդպիսի համակարգային տապալում, որտեղ դա նշանակում է, որ համակարգը ունի անհրաժեշտություն ռեֆորմի, արագ արձագանք, ընդ որում պատերազմական վիճակում արագ արձագանքելու եւ կադրային լուրջ փոփոխությունների խնդիր կա։ Փաստ է, որ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ դաշնային այդ ծառայությունը տեղյակ չէր, տեղեկություն չուներ, որ տարածքում Ռուսաստանի Դաշնության մեծածավալ գործողություն է, տևական ժամանակ իրականացվել է մեծածավալ գործունեություն, որը բերել է այսպիսի լուրջ հարված, որը վտանգում է Ռուսաստանի Դաշնության արդեն անվտանգությունը Եվ ըստ ռազմական դոկտրինայի, այս վերջերս փոփոխված, Ռուսաստանի Դաշնությունը ըստ դոկտրինայի պիտի արձագանքեր միջուկային զենքի կիրառումով։ Բայց քաղաքական իրավիճակը տեսնում ենք այնպիսին է, որ նման արձագանք Ռուսաստանը չի կարող, իր դոկտրինա, իր փաստաթղթի մեջ ամրագրած գործողությունը չի կարող անել Ուկրաինայի դեմ, եւ Վլադիմիր Պուտինը չի կարող պատասխանատվության կանչել ոչ մեկին այդ իրադրության համար, այսինքն ինքը ղեկը իր ձեռք չի։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում ում ձեռքն է ղեկը, եւ ես գտնում եմ, որ Նիկոլայ Պատրուշովը, որ համակարգում է այսօր բոլոր ուժային կառույցները, տեսեք, ըստ էության եւ պաշտպանության նախարարի պատասխանատվության տիրույթ կա, եւ գլխավոր շտաբի պետի պատասխանատվության տիրույթ կա, եւ բազմաթիվ ավելի ստորադաս ղեկավարների պատասխանատվության տիրույթ կա ակնհայտ։ Ոչ թե ինչ որ կարելի է ասել, որ այստեղ երկու կարծիք կարա լինի եւ այլն։ Սա լուրջ պրավալ է եւ բանակի եւ պաշտպանության նախարարության եւ այլն բոլոր այդ շղթայի մեջ բաների։ Ճիշտ է, դոկտրին դուք հիշատակեցիք Ռուսաստանի, նաև բարձրաստիճան Ռուսաստանի պաշտոնյաների կողմից եղել են ուկրաինական պատերազմի ընթացքում բազմաթիվ հայտարարություններ միջուկային հնարավորությունների կիրառման, այնուամենայնիվ միգուցե դրանք զուտ սպառնալիքի զսպման համար են եւ ոչ թե իրականում կիրառելու եւ Ռուսաստանը, Պուտինը, մնացածները գիտակցում են, որ միջուկային զենքի կիրառման դեպքում դա պատերազմ չի, դա շատ ավելի լուրջ է, քան պատերազմը եւ դա շատ ավերածությունների ու դրա հետևանքների կբերի եւ դա այնուամենայնիվ գործողություն դնելու այդ միջուկային հնարավորությունները իրական մտադրություն չկա։ Իհարկե, հենց միջուկային զենքը կոչվում է զսպման գործիք։ Այո։ Այնքը զսպման։ Եվ ոչ թե կիրառել։ Եվ ինքը, եթե այդ որակը կորցնում է, կորցրեց, չէ՞ հիմա։ Ըստ էության։ Այսինքն ինքը այլևս զսպման գործիք չի։ Դե Ուկրաինան պարզապես պատերազմ է վարում, այն պատասխանում է այն հնարավորություններին։ Հասկանալի է, բայց դա արդեն, այսինքն Ռուսաստանի իշխող խումբը հասավ այն վիճակի, որ Ռուսաստանի միջուկային զենքը այլևս զսպման գործիք չէ։ Կարող է տեղի ունենալ իրադարձություն, որը որ պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից եւ տրամաբանորեն ճանաչվել է որպես ծայրահեղ հարձակում, հա, միջուկային ռազմավարական նշանակության օբյեկտների վրա հարձակումը, դա
այն կարմիր գիծն է միջուկային պետության համար, որից հետո միջուկային պետությունը պիտի ունենա կոշտ արձագանք հենց միջուկային զենքի կիրառումով։ Դա անպայման է, բայց այո, եթե դա չկա, ուրեմն զսպող դերը այլևս չի պատասխան տվեց Ռուսաստանը ամեն դեպքում Իրանը։ Դա ոչ մեկ չնկատեց այդ լուրջ պատասխանը մեծ հաշվով։ Ուկրաինան չունի միջուկային հնարավորություններ, որ հենց այդ միջուկային օբյեկտներին վրա հարձակվի դրանք։ Տեսնում եք, Ուկրաինան ամեն տարի ինչ որ մի նոր սյուրպրիզ է մատուցում եւ եթե մի տարի առաջ ով կարող էր մտածել, որ ռազմավարական ռմբակոծիչները կարող են թիրախ դառնալ այս պատերազմում։ Մի բան է, եթե ենթադրենք օդային տարածքում խոցեին տու 95 կամ տու 22 ռազմական գործողությունների անմիջական մասնակցության ժամանակ, բայց լովին այլ բան է, երբ որ ավիաբազայում տեղի է ունենում հարձակվում ու գիտեք այդ բալանսը միջուկային զենքի, որը հիմա գործող պայմանագրով առնվազն մինչև 26 թվականի վերջ եւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պարտավոր են պահպանել, որից հետո կարող են կամ վերակնքել կամ չէ այդ պայմանագիրը, հիմա այապես խախտված է։ Առանց այդ էլ Ռուսաստանը միջուկային բալանսի տեսակետից ԱՄՆ-ին վերջի տարիների ընթացքում զիջում էր եւ դա կարեւոր հանգամանք է, որը որ ազդում է միջազգային ընդհանուր գեոպոլիտիկ, աշխարհ քաղաքական process-ների վրա, որովհետև դե այդ տրիադայի մեջ 3 բաղադրիչ կա, հրթիռներ, որոնք որ հիմնական զսպող դերակատարություն ունեն, ցամաքային հրթիռներ, որոնք որ տեղակայված են Սուզանավերի վրա, երկրորդ բաղադրիչն է եւ երրորդ բաղադրիչը ռմբակոծիչների վրա տեղադրված թևավոր հրթիռներն են։ Ամեն մեկ ունի իր նշանակությունը, ինչի է այդ տրիադայի մեջ այդ իրենց կարևորությունը, որ իրենք պիտի լինեն, որովհետև ամեն մեկի կիրառումը համապատասխանում է ինչ որ մի վիճակի։ Այսօր Ռուսաստանի Դաշնության մոտ թվով այդ որոշակի թվով պայմանավորված, որ այսքան ռմբակոծիչ ԱՄՆ-ն ունի, այսքան ռմբակոծիչ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ, էապես խախտվել է բալանսը ի վնաս Ռուսաստանի Դաշնության։ Այսինքն Ռուսաստանը կցանկանա ավելացնել այդ Ռուսաստանը չի կարող դա ավելացնել, որովհետև դա արտադրել անհնար է, եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը 60-ական թվականների ինքնաթիռները տարիներ շարունակ ենթարկում են մոդեռնիզացիայի, նոր ինքնաթիռներ ԱՄՆ-ն փորձում է արտադրել, բայց այդ փորձերը այդքան էլ այսպես ոչ թե հաջող չեն, այլ չեն կարող այդ ամբողջ ծավալը ծածկել։ Իսկ Ռուսաստանի Դաշնության փորձը ավելի շատ փոքր է, 160, հա, ինքնաթիռ իրենք տարեկան մի հատ կամ երկու հատ կարող են արտադրել կամ ոչ։ Եվ դրա համար հիմնականում կողմերը օգտագործում են հին ինքնաթիռները, Tu-95 Ռուսաստանի Դաշնության հիմնական գործիքն է, B-52 ռմբակոծիչը ԱՄՆ-ի հիմնական գործիքն է, որոնք որ անընդհատ մոդեռնիզացնում են, որպեսզի պահպանեն այդ կրիչների քանակը։ Հիմա Ռուսաստանի մոտ խնդիրը ոչ միայն նրանում է, որ X հատ ինքնաթիռ կորցրեցին, այլ խնդիրը նրանում է ինչքան ինքնաթիռ եւս կարող են կորցնել, այսինքն պատերազմը չավարտվեց եւ չէ, ոչ մեկ Ինչ այլոց օգնությամբ Ուկրաինային հաջողվեց հասնել այդ օպերացիային։ Ամերիկան հերքեց, որ մասնակցի։ Մնում է Հայաստանը։ Երևի Նիկոլ Փաշինյանը աջակցեց։ Իհարկե այդպիսի արձակում կազմակերպելու համար հարկավոր են հետախուզական տվյալներ, որը որ Ուկրաինան չէր կարող ունենալ, որտեղ ինքը չունի արբանյակային այդպիսի հետախուզական բաղադրիչ, եւ իհարկե դա ըստ էության հարված էր ԱՄՆ-ի կողմից։ Ինչքան էլ հերկեն եւ այսպես կլոր աչքեր անեն եւ ասեն մենք անտեղյակ ուկրաինացիները ինքնագլուխ այսպիսի հարված արեցին, քաղաքական
Եթե նայեք սցենարը, այդ ընթացքում Ռուսաստանի հարձակումներից մեկն էր, որը որ հումանիտար առումով մեծ վնասներ բերեց, որից հետո եվրոպական պետությունները թույլ տվեցին Ուկրաինային արվածներ հասցնել խորքային Ռուսաստանի Դաշնությանը եւ տեղի ունեցավ այս հարձակումը։ Ես դա փոխկապակցված եմ։ Աստորեն ոչ միայն Իրան-ամերիկյան կամ իսրայելյան բանակցություններ, այլ նաեւ ռուս-ուկրաինական այդ պատերազմի բանակցություններն են փակուղի եւ մոտ ապագայում կարծեք թե դժվար թե հրադադար լինի, հա, համաձայնության կան երկու դեպքում էլ։ Պատրուշովի թե հյուսիսում թե հարավում։ Պատրուշովի իրավիճակը իսկապես բարդ է, ինքը եւ իր թիմը ներքաշեցին պետությունը մի անհեռանկար պատերազմի մեջ, որը որ կասեցնել չեն կարող, սառացնել չեն կարող։ Մեդինսկին բացադրեց բոլորին եւ բոլորը զարմացան, չէ՞, ինչի չեն կարող, որովհետեւ մեծ Ղարաբաղի, հա, օրինակը բերեց եւ սաղի համար դա դարձավ եւս մի ազդանշան, որ 20 թվականի պատերազմը այս ամեն ինչի մի բաղադրիչ է իրականում։ Եվ դա փակուղի է։ Այսինքն այս մեծ պատերազմների, հա, մեծ քաղաքականության բաղադրիչն է։ Ես հարցին էսպես եմ նայում եւ 2010 թվականին մի հոդված էր, հոդվածը այդ առումով հրապարակել, շատ կարևոր մեծ ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա ռազմավարական բալանսը միջուկային զենքի։ ԱՄՆ-ի քաղաքականությունը վերջի մի քանի տասնամյակների ուղղված է եղել նվազեցնել միջուկային զենքը, որովհետև դա գլխավոր սպառնալիքն է ԱՄՆ-ի անվտանգության եւ դրամաբանությունը արտաքին քաղաքականության ԱՄՆ-ի գլխավոր նպատակը, որին ծառայեցվում է, դա է։ Միգուցե մենք կարող ենք տեսնել Իսրայելի հարձակումը 83 թվականին Սիրիայում, հա, կամ Լիբանանում, ավելի ճիշտ Սիրիայի օկուպացիոն զորքերի վրա եւ դա դիտարկել որպես տարածաշրջանային գործողություն։ Բայց դա նախապայման էր, ինչի Խորհրդային Միությունը ստիպված եղավ գնալ Ռեյկյավիկում բանակցությունների եւ ստիպված եղավ միջուկային զենքի կրճատման գնալ, որովհետեւ այդ պահին Խորհրդային Միության ռազմական մասնագետներին եւ քաղաքական ղեկավարությանը պարզ էր, որ ԱՄՆ-ն ունի առավելություն այդ միջին հեռավորության հրթիռների ոլորտում, անօդաչու սարքերի ոլորտում եւ կարող է Խորհրդային Միության միջուկային զենքը առաջի հարվածով ոչնչացնել։ Ստիպված եղավ Խորհրդային Միությունը գնալ բանակցությունների, պայմանավորվել, որ արգելվում է ցամաքային միջին հեռավորության հրթիռները եւ հետը ընդունել ԱՄՆ-ի պահանջները, այլ պահանջները, որոնք էին դուրս բերել զորքերը Եվրոպայից, այսինքն ազատություն տալ արևելյան Եվրոպայի պետություններին, ճանաչել ապօրինի Պրիբալտիկայի անեքսիան Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը Խորհրդային Միությունը այդ ամբողջը արեց եւ Պրիբալտիկայի հանրապետությունները ի տարբերություն մյուս հանրապետություններից անկախություն ձեռք բերեցին Խորհրդային Միության ճանաչումով, հենց Խորհրդային Միությունը ճանաչեց իրենց անկախությունը։ Եվ եւս 3 հանրապետություն քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ հնարավորություն էին ստացել անկախություն ձեռք բերելու, հա, եւ Խորհրդային Միության կազմից օրենքով սահմանված կարգով դուրս գալու, դա Հայաստանն էր, Վրաստանն էր եւ Մոլդովան, դա եւս այն տարածքներն են, որը որ միջազգային իրավունքի տեսակետից բռնակցված էին Խորհրդային Միությանը։ Երևի մի տարբերություն, ինչի Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը ԱՄՆ-ն պահանջեց պաշտոնապես ճանաչել ապօրինի Խորհրդային Միությունից, իսկ Կարսի պայմանագիրը այդպես չպահանջեց, որովհետև Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն էր եւ հավանաբար ԱՄՆ-ն ուներ հեռանկար, որ Կարսի ապօրինի պայմանագրի հետևանքները արդեն հնարավոր կլինի կարգավորել Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ձեռք բերելուց հետո Թուրքիայի հետ բանակցային ճանապարհով եւ այլն, որտեղ դրան զուգահեռ գնում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում եւ այլն։ Այսինքն
Մոդելը ԱՄՆ-ի մոտեցման այդ տարիներին եղել է Խորհրդային Միության ապօրինի գործողությունները բոլորը վերացնել։ Եվ պահանջները այդպիսին էին։ Գորբաչովը արդեն ստիպված էր քաղաքականություն վարել, որպեսզի դա սպասարկել։ Դրա համար Նովոագարովի այդ process-ում Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը եւ Պրիբալտիկայի հանրապետությունները ներառված չէին, 9 հանրապետություն պիտի մնային նորոգված, այսպես ասած, Խորհրդային Միությունում, հետագա իրադարձությունները գիտենք։ Այսպիսով են փոխկապակցված համաշխարհային կարևոր այդ միջուկային բալանսի հետ կապված հարցերը, մյուս շարադրված արդեն դրանից ավելի ստորադաս քաղաքական խնդիրների հետ։ Եվ հիմա մենք մոտենում ենք, այսպես ասած, ապոֆեոզի այս պատմության, որովհետև եւ լրանում են այդ ժամանակ կնքած պայմանագրերի ժամկետները, 26 թվականին SNV 3-ը դադարում է, թե SNV 2-ը արդեն կողմերը հրաժարվել են այդ միջին հեռավորության հրթիռների արգելանքի պայմանագրից ցամաքային։ Հիմա կա այսպես պատճառը, գլխավոր պատճառը անկախ նրանից գետնի վրա ինչ է ուկրաինական պատերազմի, եթե նայել հակամարտությունը ԱՄՆ Ռուսաստան, ապա դա իհարկե միջուկային զենքի կրճատման հարցն է։ Եվ Մյունխենից սկսած 2009 թվականից Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, որ Ռուսաստանը կասեցնում է միջուկային զենքի կրճատման գործընթացը, հիմա ինքը հայտնվել է իրավիճակում, երբ որ եթե դա այդ գլխավոր պայմանը ԱՄՆ-ի ինքը ընդունի, իսկապես Ռուսաստանը դադարում է լինել գերտիրություն։ Իր տնտեսական, քաղաքական, ռազմական եւ մյուս հնարավորություններով։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշեց, այսպես ասած, վերջի մարտը տալ, արդյունքում ցամաքային բանակն էլ կորցրեց եւ հիմա գտնվում է ավելի վատ վիճակում, քան 22 թվականին։ 22 թվականը նաեւ նրանով է կարեւոր, որ Ռուսաստանի Դաշնության առնվազն 50 ծանր հրթիռները, որոնք որ 500 միջուկային էլեմենտ են իրենց վրա տանում, իրենց սպասարկման ժամկետը ավարտվեց։ Իսկ խելագարությունը կայանում է նրանում, որ դրանք սպասարկում էր Ուկրաինան։ Յուժմաշ գործարանը Ուկրաինայի եւ այսպես խճճված է ամեն ինչը։ Ռուսաստանի Դաշնությունը հույսով էր, որ հեղաշրջում կլինի Ուկրաինայում, իրենք արագ կվերցնեն Ուկրաինան եւ այդ հրթիռները կմոդեռնիզացնեն ինչ որ ժամանակ պահպանեն բալանսը, հա։ Հիմա բալանսը շատ վատն է։ Ռուսական ծանր հրթիռները ի վիճակի չեն օգտագործել, ռմբակոծիչները խոցելի են դարել, Սուզանավերը առհասարակ չեն կարող գործածվել, որովհետև բալանսը ռազմական այդ ոլորտում ի վնաս Ռուսաստանին է շատ ուժեղ, Ռուսաստանը չունի բավական նավեր, որպեսզի ապահովի իր ռազմավարական նշանակության Սուզանավերի աշխատանքը, եւ Ռուսաստանի Դաշնության ըստ էության միջուկային ռազմավարական կարողությունները գտնվում են հիմա նվազագույն վիճակում։ ԱՄՆ-ում կան յաստրեպներ, որոնք համարում են, որ հիմա է ժամանակը վերջ տալ Ռուսաստանին առհասարակ։ Եվ այս իրավիճակում Ռուսաստանը իհարկե մեծ հույսեր ունի, որ Իրանը, եթե զոհաբերի Իրանի ռեժիմը իրեն այս պատմության մեջ իր փայ, այսպես ասած, բանը վերցնի իր վրա, դա ինչ որ ձևով իրենց ստրությունը կթեթևացնի, կարծես թե Իրանի հոգևոր այդ վերնախավը ընդհակառակը որոշեց, որ մի մաս հրթիռները, որոնք որ հիմա Ռուսաստանի վրա են ընկնում, թող ընկնեն նաև Իրանի ժողովրդի գլխին։ Եվ երկրորդ հարցը կա, որ սպառվել է այդ իսլամական, հա, բաղադրիչը Իրանի Հանրապետության, ըստ էության արդեն ժամանակն է իր հեռանալու։ Իհարկե ճիշտ է, եթե Իրանի ժողովուրդը ինքը իրեն ազատագրի եւ ոչ թե դա լինի արտաքին գործողությունների ժամանակ, որովհետեւ հակառակ արտաքին ազդեցությունը բերում է ժողովրդի միավորման արտաքին թշնամու դեմ եւ այլն, այսինքն ես դիտարկում եմ այսօրվա ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները որպես իրականում Իրանի ռեժիմին աջակցություն։ Դա հնարավորություն է տալիս մոլաներին այսպես համախմբել ժողովուրդը արտաքին
ագրեսիայից պաշտպանվելու դրոշակի շուրջ եւ այլն։ Եթե դա չլներ, իմ կարծիքով ռեժիմը ավելի արագ կտապալվեր, որովհետեւ սպառել է գաղափարապես իրեն ամբողջությամբ։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։